Բարեկամներ, հարգանքներս, մենք եկել ենք հիմա Արենի գյուղ պատվերի, եկել ենք ծնունդ շնորհավորենք, բայց քանի որ Արենին ունի տեսարժան գեղեցիկ վայր, մենք եկել ենք այստեղ անակնկալ, ժամանակ ունենք, բարձրացանք Արենի սելավատարը, որով բոլորովինս վերջերս շատ հայտնի է դարձել, շատ մարդիկ են գալիս, որ տեսնեն այս գեղեցիկ կառույցը, որը նախատեսված է մեծ քարերը պահելու համար, որ սելավի հետ մեծ քարեր գա, պահի հանկարծ չգնա հասնի գյուղ։ Բայց ինչպես որ ասում են, սա կառուցված օրվանից իր նպատակին չի ծառայել, բայց Փառք Աստծո այսօր արդեն այն տուրիստական զոնա է համարվում, այստեղ բազում տուրիստներ են գալիս թե Հայաստանից, թե աշխարհի տարբեր տեղերից եւ նկարվում են այս սիրուն կառույցի ֆոնին, մենք էլ բացառություն չենք, եկել ենք դրոնով նկարել ենք, Հովհաննեսը ամեն ձեզ ցույց կտա ինչ տեսք ունի այս սելավատարը եւ իհարկե հերբում Արենի դաշտերն են, Ռինդի եւ Չիվայի տեսեք ինչ հրաշք տեսարան են։ Ես տարվա այս եղանակը շատ եմ սիրում, որովհետեւ Վայոց ձորը կոնկրետ շատ ուժեղ զարդարվում է։ Այդ ձեր հողն ես նկարում։ Տեսեք ինչ չքնաղ է։ Հրաշալի։ Իսկ մենք արդեն կամաց իջնենք գնանք անակնկալ անելու, ոչ մի բան չեմ ճշտել, չգիտեմ ծնունդնա։ Հիմա կգնանք, ամեն ինչ կազմակերպենք, ձեզ կասեմ, որը որից հետո է։ Բարեկամներ, մենք արդեն անակնկալի հասցեում ենք։ Մի երկու քայլ են կողմա, գնանք անակնկալը տանենք մեր Հայկ աղբոր, իր քեռու, Վասպուր քեռու կողմից։ Նաև անակնկալի մեջ ներառված է Անաքույրիկը, մեր Հոբելյարի մայրիկը, եղբոր կողմից ունի ծաղիկներ, որ մենք տեղ կհասցնենք շատ մեծ սիրով։ Ընկերներ նշեն, որ այստեղ գիպսակարտոն է վաճառվում։ Դուր, ապե բանը կվերցել, սպիտակ բուկետը կվերցնես։ Հա, այս դեմին։ Բարև ձեզ։ Քանի հոգանոց է առիթը։ Հավաքվել են բոլորը, հա։ Հազար բարի։ Հայկը ներսն, հա։ Օր այդ երկ դնողի հերասին զանգում են։ Բա ինչ է, հիմա ներսը երեխեք են մենակ։ Մեծերն են մնացել են դուս չեն թողում ներսը։ Ես ասի ուշ գամ չհամաձայնվակ։ Հա, անես որ մենք գնացինք անակնկալն անելու։ Նստել են, տղեկ խմում են արդեն։ Հա, օր եթանք։ Հա, բարի օր ձեզ, բարի օր, աղբերեմ այդ ծափեր տվեք, հա։ Դու ես Հայկը։ Հայկ ջան, բարև, ծննդդ շնորհավոր աղբեր, հələ մի րոպե, դու ուրախ չես աղբեր, ուրախացի ժպտա, տղեկ բան չեք տենց հեռու նստել, ձեր ընկերոջ մոտ չեք գալի, աղբեր կարող եք մոտ քեցեկոտ բռնեք ձեր ընկերոջը, հա։ Հայկ ջան, ծննդդ շնորհավոր, ես քեզ քաղցրություն եմ բերել, ու ուզում, չէ, ով է դիջեյը, ձեն իջացրի, հլնդե հա, չարաճճի դիջեյ, էդ ինչ ես անում։ Ուրեմն քեզ քաղցրություն ենք բերել, բայց մեծ հարց տամ։ Ընդհանրապես ով է միշտ քաղցր տալի քեզ։ Քանի, հա, ծնողներից բացի մի հոգ էլ կա, չէ՞, որ ասում են քանի կա, պետք է շոկոլադ ուտես։ Ով է։ Ես ասեմ, ես ասեմ աղբեր։ Քո քերին է, քերին քեզ շատ սիրում եմ, այդ լավ երազանք պահի փչի։ Ու ծափեր տվեք։ Տարվել է քո բոլոր երազանքները, դու շատ խելացի աչքեր ունես, դե վերցրու քերի քաղցրությունը, այդ քաղցրությունը դիրայինդ է, տղեկ, մետ բան անենք էլի, Հայկին գցենք վերև, հա, կարակ, չէ, քեզ չեմ հարցնում, տղերքին եմ ասում, դու ուժեղ ես, արի, դավայ, ուժեղ, մետ գցենք ոտ բռնեք էլ է, Հայկոյից, որ, արա գնաց, հեյ, լավա, դե որը տենց արիք Հայկ, արի աղբերս, այս ծաղիկները նվիրի մայրիկին, որովհետև քերին քո քերին է, որտեղ մամայի ապերն է։ Հայկի նման լավ ծաղատալու։ Դες լավ որ բարձր տրամադրություն, կեվ արեք ուրախացեք, հա։ Ջան, աղբեր չէ գնում եմ, ես ուշանա պետք է գնամ Երևան։ Դե հա անուշարեք, ոչինչ, մենք որ չոք տվենք էլ, մեծ աղբեր հետո ես էլ զանգենձի, հա։ Բայց նատո օգտվեք յուրետ հայ։ Հա չէ դե հաշվի օգտվել ենք, սա լավ անտիրա, տեսար ինչ է լավ, պայթուն էլ էսար, հա։ Ձեզ լավ որ մենք գնացինք, մենք էլ ենք Երևան էլ գործունենք։ Լավ էլ եք, առողջ եք։ Հա։
Դե մենք էլ չկորցնելով գնանք Երևան, ես Հովանեսը եւ մեր լավ տրամադրությունը։ Մենք շատ լավ տրամադրություն ունենք ու այդ տրամադրությունով գնում ենք Երևան։ Դավայցի, ձեզ բարի ժամանց։